Հարգելի դատարան, հարգելի մեղադրող, ես ուշադրի լսում եմ, իհարկե օրենքյան բոլորն հավասար են, անցանք կատարվածը պետք է մարդիկ պատժեն։ Ես ունեմ երկու հարց մեր հարգելի մեղադրողին, որ այնքան որպես մատ պատասխանի, կարելի է բարել մեղադրող։ Դուք հնչեցեք դատարանը կորոշի։ Հարգելի դատարան, կարելի է որ Իրավունք ունեք հաստատում, բայց եթե հարցեր տալիս եք, ռեստորական մեղադրողը կարող է պատասխանել, կարող է պատասխանել։ Վազգեն Պողոսյանի տունը խուզարկել են 20 թվականի փետրվարին, ճիշտ է որի ձերբակալված է։ Ինչ-որ մի թղթի կտոր գտնելով, դրանից հետո ծառայականի վրա գործ են հարուցել։ Գործը տեղում չեն հարուցել, ես մենք պատասխանենք, եթե հանցանք կա։ Փետրվար, մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիսի։ Ես խնդրեմ այդ արդյունքը, ես չեմ ուզում ճակետները բացել։ Ամեն իր չափն իր տեղում։ Դրանից հետո 2700 հոգի վկա առանց ամբողջ հանրապետությունով, գյուղերով, տեղերով, քաղաքներով այդ մարդուն ձերբակալել է, տանել մինչև գիշեր փայել, կինա, տղամարդա, չգիտեմ, մի սուտկա, մի ամիս, երկու ամիս։ Հետո 110 քննիչ կացել։ Դրանից հետո գալիս են, որ պետք է գործերն ուղարկեն, որ դատարանը դիմումը ուղարկում են 4 հատ վկայի թուղթ։ Այդ 2700 հոգին չկան հարգելի մեղադրող։ Որից է մեկը չկա, որ ասի Ծառուկյանը խաշակ խազում։ Ծառուկյանն ասել է Պողոսյան Վազգեն ջան, հարգանք ունես, շատով կազմակերպի ոնց որ սա հենց էլ դու։ Մարդը ձերբակալված տեղում եկել է նորից նույնպես արեցում, հարց չկա, գնացեք կազմակերպի ոնց որ սա հենց դու, այդ հարցերը ոնց որ բոլոր տեղում կարգավորեն։ Ուրիշ բան չկա Ծառուկյանի վրա ցուցում, ոչ ոք չի ասում դες բան։ Բա հարգելի մեղադրող, ասենք այսօր ասում եք Ծառուկյանը պետք է ընտրակաշառք կա, որը 5 տարի հաշիվներս փակած, բանկերը փակած, իմ գործարքները սա աշխարհում մեկ սա չերիալը կատարվել, մի հատ դրա հիման վրա դրել է ապօրինի հարստացում։ Բայց այդ սա ոտ։ Պետություն ուրիշ զբաղմունք չունի, որ գնա զբաղվում, ես պետական պաշտոնի եմ ելել, ոչ նախարար եմ ելել, այլ աշխատող ստեղծում է 89 թվից։ Թղթերներ կան, ամբողջ տարածքներ գիտի, ինչից եմ սկսել, կոպեկ առ կոպեկ, եթե առաջ մեր համար երազանք էր, որ ինչ-որ 3000 ռուբլի ամսական փող առնենք, որը ես իմ գործունեությունը սկսել եմ, որ թղթերներ կա, փաստերներ կա, կոմոդ կա, ճիշտ է, թե ոչ։ Օրը 1 միլիոն ռուբլի փող եմ վաստակել այն 90-91 թվականին։ Ու այսօր Ծառուկյանի դերն ապօրինի հարստած, ես ինչ արել եմ իմ երկրում, կառուցել եմ, ցանկել եմ, դպրոց, մանկապարտեզ, եկեղեցի, հովանավորել եմ ամբողջ երիտասարդության, ինչ ասկալ եմ, Ղարաբաղի։ Բայց այսօր ես էլ հնազանդ լսում եմ, լավ, շատ պրոֆեսիոնալ ասում եք, քո գործն է դու ուզում ասես, քո սրտում եք գիտես, որ այդպես չի։ Շատ եմ լսում եմ, եթե ես մեկ եմ գործը, որ չուկած։ Ես ուզում եմ ասել մեկա, ոչ չունեմ, որ դուք ինչ-որ պետք է արդարացնեք։ Ես միջազգային դատարան, Եվրոպայի դատարան եմ դիմելու և այդ իմ կորցրատները ես պահանջելու եմ։ Հիմնավորում, եթե մեկը ասել է, Ծառուկյանը գումարատում է, պատժեք։